Ողջույն բոլորին, ես Հարություն Մինասյանն եմ։ Այսօր բացառիկ թողարկում է, ինչ-որ տեղ արտակարգ։ Պատմելու եմ մի պատմություն, որը տարիներ շարունակ թվում էր անհնար։ Պատմություն մի մարդու մասին, որը տասնամյակներ շարունակ ներկայացվում էր որպես անխորտակելի, անփոխարինելի եւ անհասանելի իշխանություն։ Պատմություն մի երկրի մասին, որը ժամանակին համարվում էր Լատինական Ամերիկայի ամենահարուստ պետություններից մեկը, բայց աստիճանաբար վերածվեց քաղաքական քաոսի, տնտեսական փլուզման եւ զանգվածային արտագաղթի խորհրդանիշի։ Այս թողարկմանը քայլ առ քայլ կվերլուծենք, թե ինչպես Վենեսուելան դարձավ նավթով հարուստ, բայց բնակչությամբ աղքատ երկիր, ինչպես Նիկոլաս Մադուրոն ավտոբուսի վարորդից հասավ երկրի ղեկավարի պաշտոնին, ինչու նրա իշխանությունը երբեք չճանաչվեց ամբողջությամբ աշխարհում եւ ինչ հանգամանքների արդյունքում Միացյալ Նահանգները դիմեց աննախադեպ քայլի ուղիղ ռազմական գործողությամբ նրան ձերբակալելու։ Սա պատմություն է իշխանության, նավթի, բռնության, արտաքին միջամտության եւ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի մասին։ 20-րդ դարի երկրորդ կեսին Վենեսուելան համարվում էր Լատինական Ամերիկայի նավթային դրախտը։ Երկիրը ուներ աշխարհի ամենամեծ ապացուցված նավթային պաշարներից մեկը եւ տարիներ շարունակ հանդիսանում էր Միացյալ Նահանգների առանցքային էներգետիկ գործընկերը։ 1970-ականներին Վենեսուելան արտադրում էր օրական միլիոնավոր բարել նավթ։ Կարակասը զարգացող մեգապոլիս էր։ Երկիրը ուներ կայուն միջին խավ, կրթական համակարգ եւ տարածաշրջանի ամենաբարձր կենսամակարդակներից մեկը, սակայն այդ հարստությունը երբեք հավասարաչափ չէր բաշխվում։ Միլիոնավոր մարդիկ ապրում էին աղքատության մեջ, նավթային եկամուտների ֆոնին ընդ որում։ Այս անհավասարությունն էլ դարձավ այն հողը, որի վրա ծնվեց հեղափոխությունը։ 1998 թվականին իշխանության եկավ Ուգո Չավեսը, խոստանալով սոցիալական արդարություն, աղքատության կրճատում եւ ազգային հարստության վերադարձ ժողովրդին։ Նավթը դարձավ նրա հեղափոխության հիմնական գործիքը։ Սակայն հենց այստեղ է սկսվում այն շղթան, որը տարիներ անց բերեց Վենեսուելայի փլուզմանը։ Եվ հենց այս հանգամանքի ներսում է ձևավորվում մի մարդ, որը երկար ժամանակ մնում էր ստվերում, բայց ի վերջո ժառանգեց ողջ իշխանությունը։ Նրա անունն էլ Նիկոլաս Մադուրո է։ Մադուրոն չէր համարվում քաղաքական ծանր քաշային գործիչ, նա չուներ բարձրագույն կրթություն, չուներ ռազմական հեղինակություն եւ չէր վայելում զանգվածային ժողովրդականություն։ Նրա քաղաքական ճանապարհը սկսվեց 1980-ականներից, սակայն արմիութենական շարժումներից։ Նա աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ Կարակասում եւ աստիճանաբար դարձավ արմիության ղեկավար։ Այդ միջավայրում էլ նա ծանոթացավ կուբայական գաղափարախոսությանը եւ ձախակողմյան հեղափոխական շրջանակներին։ 1990-ականներին Մադուրոն մեկնում է Կուբա ստանալով գաղափարական պատրաստվածություն, կաստրոյական քաղաքական համակարգի եւ պետական վերահսկողության մոդելի հիման վրա։ Հենց այդ կապերն էլ հետագայում դարձան նրա ամենակարևոր հենարանը։ Ուգո Չավեսը եկավ իշխանության խոստանալով սոցիալական արդարություն եւ ազգային հարստության վերադարձ ժողովրդին։ Նավթը դարձավ նրա հեղափոխության առանցքը։ Սկզբնական շրջանում իհարկե Չավեսը պահպանում էր հարաբերական հավասարակշռություն, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգներն էլ շարունակում էր լինել Վենեսուելայի նավթի խոշորագույն գնորդներից մեկը, իսկ ամերիկյան էներգետիկ ընկերությունները երկրի նավթարդյունաբերության հիմնական խաղացողներն էին։ Սակայն 2000-ականների սկզբին հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Չավեսը բացահայտ սկսեց հակաամերիկյան քաղաքականություն, մեղադրեց Վաշինգտոնին կայսերը պաշտության մեջ եւ Վենեսուելան աստիճանաբար շրջվեց դեպի Կուբա, Ռուսաստան, Չինաստան եւ Իրան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծես թե թշնամիների կողմը։ Ամերիկյան ակտիվների բռնագրավումը սկսվեց փուլ առ փուլ։ 2007 թվականին Չավեսի կառավարությունը սկսեց լայնամասշտաբ նավթարդյունաբերության ազգայնացում։ Ամերիկյան խոշոր ընկերությունները Exxon Mobil-ը, ConocoPhillips-ը եւ Chevron-ը մասամբ կամ հարկադրված դուրս եկան երկրից, կամ ստիպված եղան հանձնել վերահսկիչ փաթեթները պետությանը։ Բազմաթիվ ակտիվներ բռնագանձվեցին առանց արդար փոխհատուցման։ Այդ ժամանակ Վենեսուելայի իշխանությունները հայտարարում էին, թե նավթը պետք է պատկանի ժողովրդին, ոչ թե օտար ընկերությունների։ Իրականում, սակայն, այդ ակտիվները փոխանցվեցին պետական կառույցների, որոնք արագորեն դարձան կոռուպցիայի եւ ոչ արդյունավետ կառավարման զոհ։ Չավեսի մայից հետո Մադուրոն ժառանգեց ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջական վերահսկողությունը նավթային համակարգի նկատմամբ, բայց առանց մասնագիտական կառավարման, առանց տեխնոլոգիաների եւ առանց ներդրումների նավթարդյունաբերությունը սկսեց փլուզվել։ Արտադրությունը կտրուկ նվազեց, ենթակառուցվածքները քայքայվեցին։ Ամերիկյան նախկին ակտիվները վերածվեցին մաշված, վտանգավոր եւ գրեթե չաշխատող օբյեկտների։ Այս փուլում Վենեսուելան պաշտոնապես սառեցրեց, վերավաճառեց կամ փոխանցեց երրորդ երկրներին ամերիկյան կապիտալի հետ կապված մի շարք ակտիվներ։
Դրանի պատասխան Միացյալ Նահանգները սկսեց պատժամիջոցների քաղաքականություն, սառեցնելով Վենեսուելայի պետական ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում եւ արգելելով ամերիկյան ընկերություններին համագործակցել պետության հետ։ Եթե 1990-ականներին Վենեսուելան Միացյալ Նահանգների առանցքային էներգետիկ գործընկերն էր, ապա 2020-ականներին այն արդեն ներկայացվում էր որպես թմրանյութերի տարանցիկ կենտրոն, հակաամերիկյան դաշինքների հարթակ եւ ավտորիտար ռեժիմ։ Վաշինգտոնի աչքում Մադուրոն այլևս չէր դիտարկվում որպես լեգիտիմ առաջնորդ։ Նրա դեմ առաջադրվեցին մեղադրանքներ թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային հանցավոր ցանցերի հետ կապերի համար։ Այս ամբողջ գործընթացը հանգեցրեց նրան, որ Վենեսուելան կորցրեց իր տնտեսական հզորությունը։ Ժողովուրդը զանգվածաբար արտագաղթեց, իսկ ԱՄՆ-Վենեսուելա հարաբերությունները վերածվեցին բացահայտ թշնամանքի։ Եվ հենց այս կուտակված պատմական, տնտեսական եւ քաղաքական ճգնաժամն էլ ստեղծեց այն միջավայրը, որտեղ հնարավոր դարձավ 2026 թվականի աննախադեպ գործողությունը։ Տասնամյակներ շարունակ Վաշինգտոնը փորձեց ճնշել Վենեսուելայի ռեժիմը առանց ուղիղ ռազմական միջամտության։ Պատժամիջոցներ, դիվանագիտական մեկուսացում, ընդդիմության աջակցություն, միջազգային ճնշում, բայց ոչ մի մեխանիզմ չհանգեցրեց համակարգային փոփոխության։ 2020-ից հետո Միացյալ Նահանգների վարչակազմում սկսեց գերակշռել մի ընկալում։ Մադուրոյի ռեժիմը այլևս ոչ թե պարզապես ավտորիտար կառավարություն էր, այլ ակտիվ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը։ Մի քանի գործոններ համընկան միաժամանակ։ Միացյալ Նահանգների հետախուզական կառույցների տվյալներով Վենեսուելան աստիճանաբար վերածվել էր թմրանյութերի միջազգային տարանցիկ հանգույցի։ Կառավարական շրջանակների ներգրավվածությունը այլևս չէր դիտարկվում որպես կասկած, այլ որպես համակարգային խնդիր։ Միացյալ Նահանգների արդարադատության համակարգը դեռ 2020-ին պաշտոնապես մեղադրանքներ էր առաջադրել Մադուրոյի եւ նրա շրջապատի դեմ, սակայն մինչև այդ պահը Վաշինգտոնը սահմանափակվում էր իրավական ու տնտեսական միջոցներով։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին աշխարհում էներգետիկ շուկաները կտրուկ վերաձևավորվեցին։ Ռուսական նավթի սահմանափակումը արևմտյան շուկաներում բարձրացրեց նավթի ռազմավարական արժեքը։ Վենեսուելան, ունենալով աշխարհի խոշորագույն նավթային պաշարներից մեկը, կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Բայց այդ պաշարները վերահսկվում էին մի ռեժիմի կողմից, որը Վաշինգտոնի ընկալմամբ համագործակցում էր Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ, միևնույն ժամանակ թմրակարտելների։ Այս համադրությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շրջանակներում դիտարկվեց որպես կարմիր կից։ 2024 թվականի ընտրություններից հետո Մադուրոյի իշխանությունը փաստացի կորցրեց ցանկացած միջազգային լեգիտիմություն։ Ընտրությունների արդյունքները չհրապարակվեցին ամբողջությամբ, ընդդիմությունը ներկայացրեց զանգվածային ապացույցներ պարտության մասին, իսկ մի շարք երկրներ բացահայտ հայտարարեցին, որ չեն ճանաչում արդյունքները։ Սակայն անգամ այս պայմաններում Մադուրոն պահպանեց վերահսկողությունը բանակի, ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների նկատմամբ։ Այո, նավթը ստիպեց Միացյալ Նահանգներին հանդիպել Վենեսուելայի հետ եւ նորից ընտրություններ նշանակել։ Նույնը կատարվեց նաև երկրորդ անգամ։ Վաշինգտոնում ձևավորվեց եզրակացություն ներքին փոփոխությունը փակուղում է։ 2025 թվականի վերջին եւ 2026-ի սկզբին Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շրջանակներում քննարկվում էր մի սցենար, որը մինչև այդ դիտարկվում էր ծայրահեղ։ Խոսքը ոչ թե լայնամասշտաբ ներխուժման, այլ թիրախային ռազմական իրավապահ գործողության մասին էր։ Նպատակը ոչ թե պատերազմ, ոչ թե օկուպացիա, այլ կոնկրետ անձանց ձերբակալություն միջազգային հանցագործությունների մեղադրանքով։ Վաշինգտոնի պաշտոնական ձևակերպմամբ սա ներկայացվեց որպես իրավապահ գործողություն միջազգային թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում։ Սակայն գործնականում դա դարձավ Միացյալ Նահանգների կողմից իրականացված ամենահարձակվողական քայլը ռեժիմի փոփոխության ուղղությամբ 2003 թվականի Իրաքից հետո։ Գործողությունը նախապատրաստվել էր ամիսներով, ուսումնասիրվել էին Մադուրոյի տեղաշարժերը, անվտանգային շերտերը, կացարանները, կառուցվել էին անգամ վարժանքի մոդելներ նույնական շինությունների վրա։ Օպերացիան իրականացվեց գիշերը, լիակատար տեխնոլոգիական գերազանցությամբ, սա պետք է նշել։ Այն, ինչ կարևոր է հասկանալ, սա չընկալվեց Վաշինգտոնում որպես հանկարծակի որոշում։ Սա համարվում էր կուտակված ճգնաժամի արդյունք։ Միջազգային իրավունքի տեսանկյունից գործողությունը անմիջապես առաջացրեց լուրջ հարցեր։ Կար արդյոք ինքնապաշտպանության հիմք, կար արդյոք ՄԱԿ-ի մանդատ, եւ որտեղ է սահմանը իրավապահ գործողության ու ռազմական միջամտության միջև։ Մի շարք երկրներ պահանջեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Մյուսները լուր ընդունեցին ստեղծված իրողությունը, բայց ամենակարևոր հարցը դեռ առջևում է. ինչ է լինելու Վենեսուելայի հետ հետո։ Վենեսուելայում իրականացված ամերիկյան գործողությունը միանգամից տեղափոխեց քննարկումը ոչ միայն քաղաքական, այլ իրավական հարթություն։ Առաջին եւ ամենակարևոր հարցը սա էր. արդյոք Միացյալ Նահանգներն իրավունք ունեն ռազմական ուժ կիրառել ինքնիշխան պետության տարածքում առանց ՄԱԿ-ի մանդատի։ ԱՄՆ գործողությունը կարող է դիտարկվել որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։
հատկապես այն դրույթի, որ արգելում է ուժի կիրառումը ինքնիշխան պետության դեմ կամ պետությունների։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը ներկայացրեց իր հիմնավորումը, գործողությունը բնութագրվեց ոչ թե որպես պատերազմ կամ ներխուժում, այլ որպես իրավապահ գործողություն միջազգային հանցագործների դեմ։ Միացյալ Նահանգների վարչակազմի փաստարկը կառուցված է 3 առանցքի վրա։ Մադուրոն լեգիտիմ նախագահ չէ։ Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրներ տարիներ շարունակ հայտարարում էին, որ չեն ճանաչում նրա իշխանությունը։ Հետո նրա դեմ կային գործող մեղադրանքներ ԱՄՆ դատարաններում։ Նյու Յորքում ներկայացված մեղադրանքները վերաբերում էին թմրանյութերի միջազգային շրջանառությանը, ահաբեկչության ֆինանսավորմանը եւ կազմակերպված հանցավոր ցանցերի ղեկավարմանը։ Գործողությունը նպատակ ուներ կանխել անմիջական սպառնալիք, սա էլ հերթական փաստարկը։ Վաշինգտոնի պնդմամբ Վենեսուելան դարձել էր թմրանյութերի, զենքի եւ հակաամերիկյան ցանցերի հարթակ։ Սակայն իրավագետների մեծ մասը համաձայն են մեկ բանի շուրջ՝ սա չափազանց վտանգավոր նախադեպ է։ Եվրոպական միության արձագանքը զգուշավոր էր։ Մի կողմից Եվրամիությունը երբեք չի ճանաչել Մադուրոյի ընտրությունները որպես լիովին լեգիտիմ։ Մյուս կողմից էլ մի շարք եվրոպական մայրաքաղաքներ մտահոգություն հայտնեցին, որ այս գործողությունը կարող է օրինականացնել ուժի կիրառումը քաղաքական խնդիրների լուծման համար։ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ չի սգում ռեժիմի ավարտը, բայց միաժամանակ կոչ արեց խաղաղ եւ իրավական անցման։ Գերմանիան հայտարարեց, որ գործողության իրավական գնահատականը բարդ է եւ պահանջում է ժամանակ։ Ռուսաստանը կտրուկ դատապարտեց գործողությունը, այն որակելով որպես կայսերը պաշտական միջամտություն։ Մոսկվան բացահայտ հայտարարեց, որ այս քայլը վտանգում է գլոբալ կայունությունը եւ կարող է դառնալ նոր բախումների սկիզբ։ Չինաստանը եւս ընդգծեց ինքնիշխանության եւ ոչ միջամտության սկզբունքները, թեև զուսպ ձևակերպումներով։ Երկու երկրներն էլ ակնարկեցին, որ եթե այս մոդելը դառնա ընդունելի, ապա աշխարհը կմտնի նոր անկայուն փուլ։ Տարածաշրջանում արձագանքը ամենախորն էր։ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ հիշեցին 20-րդ դարի Միացյալ Նահանգների միջամտությունները՝ Պանամա, Չիլի, Նիկարագուա, Կուբա, շատերի համար Վենեսուելայի դեպքը հիշեցրեց հին սցենարներ, թեև նոր տեխնոլոգիաներով։ Միաժամանակ մի քանի կառավարություններ լուր ընդունեցին ստեղծված փաստը, վախենալով, որ Վենեսուելայի քաոսը կարող է արտահոսել սահմաններից։ Դա միգրացիայի, հանցավորության եւ անվտանգության տեսքով կարող է լինել։ Այսպես սկսած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Արդյոք Միացյալ Նահանգները իսկապես կկարողանա կազմակերպել անցումային կառավարում։ Կլինեն արդյոք ազատ ընտրություններ, կվերադառնա արդյոք Վենեսուելայի նավթը որպես զարգացման գործիք, ոչ թե վերահսկման միջոց, եւ ամենակարևորը, արդյոք սա մի ժողովրդի ազատագրում էր, թե նոր կախվածության սկիզբ։ Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելան չմտավ անմիջական քաղաքական պատերազմի փոլ, ինչպես շատերը կանխատեսում էին, բայց երկիրը մտավ մի վիճակի, որն ավելի բարդ է, քան բացահայտ քաոսը, իշխանության վակուում։ Պաշտոնապես դեռ գործում են պետական կառույցները, նախարարություններ, բանակ, ոստիկանություն, պետական հեռուստատեսություն։ Իդեպ քաղաքական կենտրոնը ճիշտ է վերացել է, բայց պետական հեռուստալիքները շարունակում են հեռարձակել նախկին ռեժիմի խորհրդանիշները, խաղարկել արտաքին ագրեսիայի թեման, ցույց տալ փողոցային հանրահավաքներ, սակայն առանց իրական առաջնորդի։ Միևնույն ժամանակ միլիոնավոր մարդիկ հետևում են ոչ թե տեղական, այլ միջազգային լրատվամիջոցներին։ Տեղեկատվական հոսքը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից։ Վենեսուելայի զինված ուժերը երկար տարիներ համարվում էին Մադուրոյի իշխանության հիմնական հենարանը։ Բարձրագույն սպայական կազմը ներգրավված էր տնտեսության մեջ, նավթային ոլորտում, ներմուծում արտահանումներում եւ ուներ ուղիղ շահեր համակարգի պահպանման համար։ Սակայն Մադուրոյի հեռացումից հետո բանակը կարծես թե ընտրել է սպասողական դիրք։ Չեղան ռազմական հակահարվածներ, դեռևս չկան։ Չեղավ միասնական հրամանատարական հայտարարություն։ Սա կարևոր ազդանշան էր։ Ռեժիմի ողնաշարը կոտրված է ոչ թե ռազմական պարտությամբ, այլ քաղաքական մեկուսացմամբ։ Վենեսուելան բաժանվեց ոչ թե միայն քաղաքական ճամբարների, այլ հոգեբանական իրականությունների։ Վաշինգտոնի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կօգնի կառավարել Վենեսուելան, իրականում չի նշանակում ուղիղ վարչական կառավարում։ Խոսքը գնում է 3 առանցքային լծակների մասին։ Առաջինը՝ անվտանգություն, վերահսկում ռազմական օբյեկտների շուրջ, կանխարգելում զինված խմբավորումների ակտիվացմանը։ Երկրորդ՝ էներգետիկ համակարգ, նավթային ենթակառուցվածքների վերագործարկում, տեխնիկական վերահսկում, արտասահմանյան վերահասցեավորում։ Եվ երրորդ՝ ֆինանսական հոսքեր, նախկինում սառեցված միջոցների վերահսկվող փաթեթների բացում, միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավում։ Սա ավելի շուտ հիշեցնում է պետության վերագործարկում, ոչ թե օկուպացիա, բայց հարցը մնում է բաց։
ով է սահմանելու վերջնաժամկետը։ Վենեսուելայի նավթը այլևս չի դիտարկվում միայն որպես ազգային ռեսուրս, այն դարձավ հիմա քաղաքական եւ տնտեսական փոխհատուցման գործիք։ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշմամբ նավթից ստացված եկամուտները պետք է ծառայեն 3 նպատակների՝ երկրի վերակառուցում, բնակչության սոցիալական աջակցություն եւ վնասների փոխհատուցում։ Այն երկրների համար հատկապես, որոնց ակտիվները տարիներ առաջ բռնագանձվել էին։ Սա ամենավիճահարույց կետն է, քանի որ այստեղ է անցնում սահմանը օգնության եւ վերահսկման միջև։ Վենեսուելայի դեպքը, ինչպես արդեն նշեցի, համեմատվում է մի շարք նմանատիպ գործողությունների հետ, օրինակ Պանամա 1989-ի, Իրաք 2003-ի, բայց կա մեկ հիմնարար տարբերություն, այստեղ չկար լայնամասշտաբ պատերազմ, փոխարենը մեկ հարված, ճակերտավոր ասած մեկ հարված, ուղղված կենտրոնին։ Սա կարող է դառնալ նոր մոդել, իրականում կամ վտանգավոր նախադեպ։ Վենեսուելան այսօր կանգնած է պատմական խաչմերուկում, կարող է դառնալ վերականգնվող պետություն ծանր գներով կամ կրկին հայտնվել արտաքին կախվածությունների ցանցում։ Մի բան հստակ է, Մադուրոյի դարաշրջանը փակվեց ոչ թե ընտրություններով, այլ պատմության կոպիտ միջամտությամբ։ Վենեսուելայի պատմությունը այս պահին չի ավարտվել, այն պարզապես մտել է նոր գլուխ, որն ավելի վտանգավոր կարող է լինել, քան բացահայտ բռնապետությունը եւ ավելի անորոշ, քան պատերազմը։ Նիկոլաս Մադուրոյի հեռացումը փակեց մի դարաշրջան, բայց չտվեց ավտոմատ լուծում այն ամենին, ինչ կուտակվել էր տարիների ընթացքում։ Վենեսուելան այսօր երկիր է, որը կորցրել է իր ինստիտուտները ավելի շուտ, քան իր առաջնորդին։ Երկիր, որտեղ պետությունն ապրում էր նավթով, իսկ ժողովուրդը վախով։ Այստեղ ժողովրդավարությունը չկործանվեց մեկ օրում, այն վաղուց արդեն կործանված էր։ Այն մաշվեց տարիներով, ընտրություններից ընտրություն, ճգնաժամից ճգնաժամ, մինչև վերածվեց ձևականության։ Մադուրոն դարձավ այս համակարգի հիմնական դեմքը, բայց նա չէր համակարգի միակ ճարտարապետը։ Նա ընդամենը վերջին օղակն էր մի շղթայում, որտեղ նավթը փոխարինեց հաշվետվողականությանը, իսկ բռնապետ գաղափարախոսությունը պատասխանատվությանը։ Միացյալ Նահանգների միջամտությունը, որքան էլ ներկայացվի որպես ժողովրդավարության վերականգնման փորձ, մնում է պատմականորեն երկիմաստ։ Մի կողմից այն վերջ դրեց մի ռեժիմի, որը միլիոնավոր մարդկանց զրկել էր արժանապատիվ կյանքից, մյուս կողմից այն կրկին հաստատեց մի հին ճշմարտություն, երբ պետությունը չի կարողանում կառավարել ինքն իրեն, միշտ կգտնվի մեկը, ով կասի. մենք ժամանակավորապես կօգնենք։ Բայց հիշեք, պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակավոր միջամտությունները հաճախ ունեն երկար սվեր։ Արդյոք Միացյալ Նահանգները երաշխավորելու է, որ նավթը այլևս չի դառնա ոչ կաշառք, ոչ զենք, ոչ էլ պատանդ։ Վենեսուելան կարող է վերածվել նախադեպի կամ հաջող վերականգնման, կամ նոր կախվածության։ Երկու դեպքում էլ այն արդեն դաս է աշխարհին։ Դաս այն մասին, թե ինչ է լինում, երբ պետությունը կառուցվում է միայն ռեսուրսի վրա, երբ իշխանությունը դառնում է նպատակ, ոչ թե ծառայություն, եւ երբ ժողովուրդը տարիներով լռում է, ոչ թե որովհետեւ համաձայն է, այլ որովհետեւ վախենում է։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Բայց մի բան արդեն հստակ է. Վենեսուելայի ճակատագիրը այլևս չի որոշվելու միայն Կարակասում, եւ հենց այստեղ է սկսվում ամենադժվար փուլը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ, որ միջև վերջ դիտեցիք։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ու ամենակարևորը՝ առողջ եղեք։